Կիսաբաց լուսամուտներից ներս թափառող մարդկային մտքեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ դուք միացել եք երկրի թիվ 1 թոք շոուին։ 10-ամյա Արթուրի և 16-ամյա Մուշեղի համար 2013 թվականի ապրիլի 7-ը կլիներ հերթականը ու չէր տարբերվի նախորդներից։ Եթե նրանք չհատեին հրաձգարանի տարածքը, տղայական հետաքրքրասիրությունից դրդված տղաները փորձեցին քչփորել անպիտան զինանոցը, սակայն տեղի ունեցավ անսպասելին։ Ինչ պատահեց տղաներին, որտեղ և ով գտավ նրանց, և ինչ անդառնալի հետևանքներ ունեցավ այս ամենը նրանց համար, կիմանաք երկրի թիվ 1 թոք շոուի տաղավարում։ Մահացու գոտի, կիսաբաց լուսամուտներից ներս։ Մահացու գոտու հետևանքներից ես առաջարկում եմ զրույցը սկսել Արթուր Մկրտչյանի հոր Էդուարդ Մկրտչյանի հետ, ում և տաղավար եմ հրավիրում։ Բարի երեկո Էդուարդ, ընդունեք մեր ցավակցական խոսքերը, նախ ուզում եմ հասկանալ ինչ տեսակ ընտանիք ունեք և Արթուրի ինչի արել ընդհանրապես այդ տարածքում։ Արթուրի տարածքում ինձ էր օգնում, գյուղի ոշխարներն էին կարազացնում, եկել էր օգնելու։ Տարածքը կրակադաշտ էր, ռուսական զորքերը դե էին կրակ։ Դե կրակոցի օրին մեզ չէին թույլատրում, երբ կրակոց չէր մենք միշտ այդ կողմերում էինք, ոշխարները արազացնում։ Քանի որ այդ տարածքում ասում են խոտը շատ ավելի առատ է, ավելի լավ։ Մենք ուրիշ տարածք չունեինք, այդ տարածքով էինք միշտ։ Այդ ժամանակ ես իմ ընկերս, գործընկերս Գևորգյան Հակոբը։ Այդ տարածքում էինք, երեխաները դեռ չէին եկել, 10-11-ի կողմերներ, Հակոբը ինչ-որ պատճառով տուն գնաց, երեխաները եկան օգնելու։ Խմելաջուրը մեզանից մեր 200 մետր, 300 մետր գնում էր ներքև, ուղարկեցի ջրի, գնացիք ջուր վերեք, չգնացին։ Դե չէ, մենք կմնանք, դու գնա, մենք կամաց կկանք։ Դες առ իրանք չեն գնում ջրի, ես իջա ներքև ջրի։ Հասա ջրի մոտ այդ 10 րոպե անցանկը այդ ընթացքում պայթունից են լսեցի։ Չմտածեցի որ երեխաներ կային, մտածեցի կողի, գյուղի, հովի վկյանի, ուշադրություն չդարձրեցի։ Կամաց այդ կողմ գնացի, դիվա գնացի, երեխաներին ցենտրեցի, որտեղ որ դիշնեին իրանք։ Ներքև, որտեղ որ դիշնեին, ինձ սպասեին։ Ցենտրեցի, ոչ մեկը զեն չեն անում։ Կամացը մոտեցա, դիվա պայթունի տեղը։ Ինչ է եղել, ինչի արդյունքում էր պայթյունը եղել։ Ինչ որ չտրակած ական էր եղել։ Ական էր եղել։ Տարածքին դուք ծանոթ եք եղել, բավական հաճախ եք այնտեղ եղել եւ բնականաբար, եթե չասեմ յուրաքանչյուր սանտիմը ծանոթ է։ Ինչպես է ստացվում, որ երբեք այդ հատվածով ձեզանից որևէ մեկը չի անցել եւ ճակատագրական է եղել հենց այդ օրը տղաների համար։ Ոչ մեկին չի անցուդարձ եղել է հենց այդ շատ անցուդարձ եղել։ Ահա։ Բայց այդ բանը մենք չենք տեսել։ Կներեք, իսկ տարածքը պահպանվում է, նո մարտականական չպայթած բարձան դեղ պետքա պահապաններ լինեն, որ տարածքը հսկում են։ Տարածքը հսկում են, իրավունք ունեք հսկողող տարածք մտնելու։ Չէ, մենակ կրակոցի օրերին արկելում են, որ կրակոցերն արդեն տարածքը բաց է, ազատ է։ Դուք որ իջաք ջրի, փաստորեն նույն ճանապարհով իջաք, ինչ որ երեխաները ձեր հետևից գալիս էին, այսինքն ճակատագրական դեպքը կարող էր նաև ձեզ հետ լինել։ Կարող է։ Բայց ես զարմանում եմ ուղղակի պատկան մարմինները իրանք պետք է իմանային, եթե ականանետման այդ գործընթացը այնտեղ եղել է։ Տարածքը 45 տարով հանձնված է եղել օգտագործման ռուսական զորքերին եւ հենց այնտեղ ռուսական զորքերն են զինավարություններ անցկացրել։ Նմանատիպ գործողությունից հետո երևի թե պարտավոր էին ստուգել, որտեվ ով ասես կարող էր լինել այդ չպայթած ականը, դա Ոկե абսուրդ է, տենց թողել են ու մարդիկ մտել են եւ դժբախտությունը պատահել։ Դեպքից հետո տարածքը զննել են։ Հիմա վերահսկվում է արդեն։ Ահա։ Միշտ կրակոցից հետո իրանք կան ականազերծման աշխատանքներ կատարվել են, տեսել եք։ Այն ժամանակ չենք տեսել։ Իսկ հիմա ասենք դեպքից հետո անընդհատ ամեն կրակոցից հետո իրանք
Այսինքն երկու մարդկային կյանք է պետք, որպեսզի սկսեն աշխատանքով զբաղվել եւ հետեւել կոնկրետ գործողություններ կատարելով։ Արտուրը ինչով էր հետաքրքրվում, ինչ էր սիրում, որպես երեխա ինչ ձգտումներ ուներ։ Արտուրը միշտ ինձ հետ եղել։ Ահա։ Գործի մեջ բաստանի ինձ մոտ կար, կոկներ։ Դուք բազմազավակ հայր եք։ Այո։ Քանի երեխայի հայր եք։ 9։ Արտուրը ո՞ր երրորդն է։ Արտուրը տղեկից երկրորդն է, Ահա։ ընտանուի մեջ 4-րդն է։ Երեխաների ապրուստի միջոցը դժվար եք վաստակել, դրա համար երեխաները ձեզ հետ միասին ու ոչ միայն Արտուրը գումար էին հայթայթում, գործանում, աշխատում, որպեսզի ձեր բազմանդամ ընտանիքը, ահա, միայն ձեզ օգնելով էր, թե ուրիշ գործեր էին անում Արտուրին։ Միշտ օգնել են։ Ինչով էր հետաքրքրվում Արտուրը։ Ուներ երազանքներ, ուներ ցանկություններ։ Ի վերջո, որպես հայր ձեզ հետ կիսվում էր այդ մասին։ Կիսելը չէի կարա, ասեի, դե գործի մեջ միշտ ինչ գործը կենեի գուկան ինքը մեջ կգներ։ Գուզեր ու անպայման ինքը օգնած են, հետս էներ այդ գործը։ Իսկ ասենք գործից դուրս ուսման հետ կապված կամ բոլոր տղաները սովորաբար ինչ են երազում, ինչ են ասում, հաստատ հոր հետ կիսված կլինի։ Չէ ասի շատ լավ էր սովորում էր միջին։ Իսկ դպրոցից հետո ուզում էր գնալ ինչ որտեղ, ասենք, մասնագիտական կրթություն ստանալ։ Չէ, ինքը միշտ աշխատել ուներ բանն։ Միշտ գործերն էս գործ կեն։ Գյուղատնտեսության մեջ փաստորեն, հա։ Անասունների հետ շատ ծերում էր։ Քանի տարեկան էր տղան։ 10։ Հետաքրքրասեր էր։ Շատ։ Եկեք մոտավորապես պատկերացնենք, թե ինչ է տեղի ունեցել, այդտեղ ական չի եղել, այդտեղ եղել է պարզապես զինտեխնիկա, որը զորավարժությունների ժամանակ օգտագործվել է, օրինակ նռնակ, որը չի պայթել զորավարժություններից մեկի ժամանակ եւ երեխաները ոչ թե կանգնել են դրա վրա, այլ պարզապես հարվածել են, ինչ որ մի բան արել են, որը աշխատել է։ Կա նման վարկած։ Կա, հա։ Տարբեր խոսակցություններ, որոնք պատտվում էին ձեր շրջանում, նաև վկայում էին այն մասին, ինչի է ես հարցնում երեխաները ինչով էին, կոնկրետ Արտուրը ձեզ ինչով էր փորձում օգտակար լինել։ Ասում էին տղաները ալումին երկաթ էին հավաքում, որպեսզի հանձնեին, որովհետև տեսել են իրանք հավաքած ալումիններ, մինչև հիմա էլ որ գնան պետեն, այդ ալումիններից կա հավաքած։ Իրանց կթված է հավաքած, բայց չէ։ Լավ, ապա իրանք մոտ են գազ են։ Ինչու է շահարկվում դա։ Դա հատուկ է արվում, որպեսզի խոսվի այն մասին, որ երեխաները իրենք են ինչ որ մի բան արել։ Լավ, դեպքից հետո ձեզ ով մոտեցավ, ինչ ասեց, ինչպիսին է եղել աջակցությունը պատկան մարմինների կողմից։ Ռուսական կողմից ոչ մի աջակցություն, ոչ մի բան։ Ինչ որ էլ է մեր նախարարությունները։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Ռուսական կողմից ոչ մի արձագանք։ Քիչ առաջ ասացիք, որ դեպքին լուրջ ուշադրություն չդարձրեցիք, որ պայթյունին նկատի ունեմ, որովհետև կարծեցիք դա ձեր երեխաների հետ կապ չի կարող ունենալ։ Ոնց հասկացաք եւ ինչ իրավիճակում զգացիք, որ դե որ երեխաներին ցույց տվեցի ոչ մի արձագանք, ահա, մոտեցա մոտ 50 մետրի վրա արդեն երևացին։ Ու մարդ կա։ Մոտեցել տեսել եմ երկու երեխաներ են։ Այդ պահին տեսա երեխաներին եսին բանով, սիկայն քանի գիտակցություն տեսել, հեռავს վերցել ու մենակ զանգարել եմ ընկերոջս ու կնոջս։ Մի քանի րոպեից առաջին զանգը, որ կատարվել է հենց կնոջը, կինը տիկին Վարդիթերն է մեր տաղավարում։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, հեռու մի գնացեք։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։
Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են, ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը, մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Իսաբաց լուսամուտներ։ Տասնամյա Արթուրի և 16-ամյա Մուշեղի համար 2013 թվականի ապրիլի 7-ը կլիներ հերթականը ու չէր տարբերվի նախորդներից։ Եթե նրանք չհատեին հրաձգարանի տարածքը, տղայական հետաքրքրասիրությունից դրդված տղաները փորձեցին քչփորել անպիտան զինանոցը, սակայն տեղի ունեցավ անսպասելին։ Ինչ պատահեց տղաներին, որտեղ եւ ով գտավ նրանց, եւ ինչ անդառնալի հետևանքներ ունեցավ այս ամենը նրանց համար, կիմանաք երկրի թիվ 1 թոք-շոուի տաղավարում։ Մահացու գոտի, կիսաբաց լուսամուտներից ներս։ Մահացու գոտի կիսաբաց լուսամուտներից ներս, շնորհակալություն, որ ընտրել եք երկրի թիվ 1 թոք-շոուն։ Մենք վերադառնալով տաղավար հիշեցնում ենք ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այստեղ ենք, որպեսզի միասին կարողանանք պայքարել այն ընտանիքների բարեկեցության համար, ովքեր այսօր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնությամբ կարող են հայտնվել լավ իրավիճակում։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշվեհամարներին, որոնք տեսնում եք այս պահին ձեր էկրանի ներքևի հատվածում։ Կամ եթե ունեք նյութական օգնություն, ապա զանգահարեք մեր թեժգից +374 60 50 33 17։ Պարոն Էդուարդ, ես ուզում եմ այստեղ հրավիրել նաև ձեր կնոջը, ում առաջինն եք տեղյակ պահել դեպքի մասին, տիկին Վարդիթերը Բաղդասարյան, գալիս է կիսաբաց լուսամուտների տաղավար։ Բարի երեկո, տիկին Վարդիթեր, ընդունեք դուք էլ մեր ցավակցական խոսքերը։ Ներողություն, որ պիտի հիշեցնեմ, բայց այնուամենայնիվ ինչ օր էր դա եւ ինչ իրավիճակում ստացաք այդ չարաբաստիկ զանգը։ Ասեմ, այդ օրը ինձ համար շատ դաժան օր էր, քանի որ դա գեղեցկության օրն էր, բայց Արտուրս ինձ նվիրեց սգոր։ Հիմա ապրիլի 7-ը իմ համար շատ դժվար օր է, որովհետև կորցրել եմ մի թանկ տղա, կարելի ասել։ Տղայիս կարում ես համեմատեմ 30 տարեկան տղամարդու հետ, քանի որ ունեցել եմ լավ երեխա, կարելի ասել թասիբով տղա, ամեն մեր տան հոգսը ինքը կիսել է իր հոր հետ, ինչ որ խնդիր ենք ունեցել, ինքը իր հոր հետ այդ խնդիրը լուծել է, ու իմ համար շատ դժվար է, որ Արտուր չունեմ։ Ցավոք մայրության եւ գեղեցկության տոնը այո ձեր կյանքում այսօր սևով է ներկված, ոչ կարմիրով, որպես տոնական օր։ Արտուրը այդ օրը պիտի սպասեր մինչ հայրիկի համար ճաշը պատրաստ լիներ, որպեսզի տաներ հայրիկը ճաշը։ Ես գնացել էի հաց առնելու, որ բերեի ամեն ինչ պատրաստ էր, մնում էր հացը։ Գնացել էի, որ հաց առնեի։ Ուրեմն հացը առայկա տուն, չհասած տուն, ամուսինս Էդիկը զանգեց, թե ուրես ասե հիմա 5 րոպեից կուղարկեմ հացը, բասեց հացը պետք չի, Արտուրս չկա, կորել է։ Ճիշտն ասած իրան 16 տարվա ամուսինս է, արդյունք չեմ տեսել իրանից, որ զանգեց ասեց Արտուրս չկա, ես մտածեցի ոչ թե ինքը լացում է, այլ ծիծաղում է։ Անջատեցի, բայց ինչ որ մի բան կասկածանք մնաց մեջս։ Նորից հետ զանգեցի ու ինքը լացում է, Արտուրս։ Արդեն ես զգացի, որ ինքը լացում է, ոչ թե ասենք ինչ որ ծիծաղում է կամ կատակում է։ Հա, այտենց ասի է դու, ինչ է եղել։ Ճիշտ ես ասում, ինչ է եղել, Արտուրը ինչ է եղել, որ չկա, ասի նայի, երևի երեխա է, կատակ, արի ինչ որ մի քարի տակ
Բախկվել է մտածելով, որ ինքը ասում է կորել է, բայց չեմ մտածում, կորել է ինչ իմաստով է կորել Արտուրս։ Ասեց ինչ որ այա, ասեց երեխեն չկա, մինը տրակել է, որ ասեց մինը տրակել է, ես արդեն մուշեղենց գոմի մոտ էի հասել։ Էլ չեմ պատկերացրել, թե ինչ կարգի եմ ես հասել տուն, իմ ձեռի հացերը որը որտեղ անգել, ինչ ա եղել ու տենց լացելով, գորալով հասել եմ միջև այդ դեպքի համայրա մոտ էի հասնում էլի։ Հետո որ ամուսինս տեսավ Էդիկը ինձ լացելով, գորալով, ինքը եկավ առաջ, հողակոլորտ, սաղ ցեխոտ, չգիտեմ, իրան անգամ չեմ ճանաչել։ Բայց արդեն հերվից տեսա, որ երկու երեխա քիթուբերնի, ասենք, պարկած էին, ու էլ ինքը չթողեց ես առաջ գնայի։ Դրանից հետո արդեն ինձ բերեցին տուն, հարևանի ավտոմեքենայով։ Երեխաները գիտեն, որ հաճախ են հարցնում Արտուրից Անպայման, կրծերները։ ամեն օր, իրանք չեն թողում անգամ ես նկարը սրբեմ։ Ամեն օր ինձ ստիպելով անգամ, իրանք են փոքր քույրիկները կտանեն, մամա Արտուր երբ պիտի գա, որ քույրիկին ինչ պատասխանը։ Շատ թանկ բան եմ գործել, շատ, չեմ կամենա անգամ դուշմանից, որ ինքը ինչ-որ նամանավան 10 տարեկան։ Մի հուզվեք տիկին Վարդիթեր, ես պատկերացնում եմ, որքան դժվար է իրավիճակը, չնայած որ շատ դժվար է նամանավան թե այդ կարգի։ Ուրիշ բան, եթե ինչ-որ անտարբեր երեխա լիներ, մենակ ինքը մտածեր, որ ուզում է լավ հագնի, լավ ուտի ու գնասենք դուրսը, ոնց որ ուրիշի երեխեքն են, ման գալիս նենց էլ ինքը։ Չէ, ինքը ամեն հոգսը ինքը հոգում էր։ Կգնար, ասենք, ոչխարի փող ուզելու, որ ասում էի, թե Արտուր ջան, ասենք, անին կաթը չունի, կամ ինչ-որ մի խնդիր կա տունը, ասում էի Արտուր ջան, գնա ես ինչի տունը, տես փող կտամ, վերցրա արի, կգնար, կուզեր, կբերեր, կառներ, անգամ 10 դրամը ինքը զդաչի կբերեր, բայց ավելնորդ ոչ մի բան չեն առնի, ինչը որ ես չէի ասել իրան։ Մեծ եւ համերաշխ ընտանիքի ճիշտ մոդել է։ Արտուրը հայրիկի հետ չի խոսել ցանկությունների, երազանքների, նպատակների մասին։ Ձեզ հետ խոսել է։ Այո։ Ինչպիսին էին։ Խոսել է, ինքը շատ էր երազում ունենալ լավ մեքենա։ Մեր հարևան ուրեմն առավ իրան շատ լավ մեքենա, թանգանոց։ Ասես մամա Երանի կլինի, որ մի օր ես էլ ունենամ, ասի Արտուր ջան, մեծանաս կունենաս։ Ինքը ուզում էր մեր տունը լինի շատ շքեղ, համեմատում էր այն ամենաբարձր խավի մարդկանց հետ։ Շատ էր հիանում Արտուրիցս հետո ես լրիվ զրոյացել եմ։ Այն ժամանակ լրիվ ուրիշ է, հիմա ուրիշ։ Ինքը շատ էր ուրախանում, որ դպրոցում ժողով լինի ու ամենաառաջինը իր մաման գնա, ինքը իրան շատ լավ զգա։ Ասում էր մամա, որ քեզ նայում եմ, ինձ սիրուն ես։ Շատ էր ուզում աղբոր տեղնել, ծառայեր, ուզում էր անընդհատ զինվորի շոր հագներ։ Ինքը միշտ իր դպրոցի նկարների մեջ կա լրիվ զինվորի համազգեստով։ Մամա, ինձ ուտից հանեք, ես գնամ զինվոր դառնամ, Արտուշը մեղ կա, իր մեծ աղբերը։ Ասում էր Արտուշը մեղ կա, Արտուշի տեղն եք ծառայեմ։ Իսկ որոշել եք ինչ կերպ էր շարունակելու, խնդրանքին ընդառաջ գնալու եք, ցանկությունները իրագործելու եք Արտուրի։ Իհարկե թույլ տային 8-րդ դասարանի տղեն գնար բանակ, ես միշտ ուրախ եի, որ տղա ունենամ ու ուղարկեմ բանակ։ Ես միշտ ուրախ եմ եղել, որ իմ տղաները պետքա ծառայեն։ Ու երազանքս էր, որ ասում էի Արտուշս մի քիչ խեղճ է։ Թող երկու աղբոր իրար հետ տանեն բանակ, որ Արտուրիս թիկունքին կանգնի մեկը մյուսի։ Բայց ափսոս չեղավ։ Ես տեսա այդ պահին, որ դուք երեխայի երազանքների մասին եք պատմում եւ սովորությունների այնուամենայնիվ դուք ժպտացիք։ Այ ուզում եմ, որ այս պահը ֆիքսեք, միշտ փորձեք երեխայի ապրած կյանքը հիշել, նրա սովորությունները, կատակները, հիշեք այնուամենայնիվ Արտուրին ողջ առողջ, որտեղ միայն դա է, որ այս պահին ձեզ կմխիթարի։ Մի հեռացրեք նրա հիշատակը ձեզանից, մի լաց եղեք անընդհատ այդ հիշատակի վրա։ Այսօր հանգիստ թողեք այդ դաժան պահը եւ ողջ վիճակով հիշեք ձեր տղային, դա կմխիթարի թե ձեզ եւ թե ձեր ընտանիքին։ Ցավոք այդ նույն տարածքում, նույն ժամանակահատվածում եւս մեկ ընտանիք դժբախտացավ նույն դեպքի պատճառով, որքան էլ որ տարօրինակ լինի, դա դեպքի մի անհասկանալի տարբերություն է։ Հակոբը, ով հաճախ էր լինում այդ նույն տարածքում, նույն նպատակներով, այդ օրը այդտեղ չէր։
Հակոբի եղբայրը Մուշեղն է եղել Արթուրի հետ, ինչի մասին մենք քիչ առաջ լսեցինք, եւ այսօր նաեւ այդ ընտանիքի ներկայացուցիչը Հակոբը կլինի մեր տաղավարում, բայց միայն փոքրիկ դադարից հետո։ Հեռու չգնաք։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են, ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը, մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Դուք դիտում եք Կիսաբաց լուսամուտները, մահացու գոտու եւ դրա հետևանքների մասին է այսօրվա մեր անդրադարձը։ Եթե նոր եք մեզ միացել, ապա ծանոթացեք այսօրվա թեմային։ 10-ամյա Արթուրի եւ 16-ամյա Մուշեղի համար 2013 թվականի ապրիլի 7-ը կլիներ հերթականը ու չէր տարբերվի նախորդներից։ Եթե նրանք չհատեին հրաձգարանի տարածքը, տղայական հետաքրքրասիրությունից դրդված տղաները փորձեցին քչփորել անպիտան զինանոցը, սակայն տեղի ունեցավ անսպասելին։ Ինչ պատահեց տղաներին, որտեղ եւ ով գտավ նրանց, եւ ինչ անդառնալի հետևանքներ ունեցավ այս ամենը նրանց համար, կիմանաք երկրի թիվ 1 թոք-շոուի տաղավարում։ Մահացու գոտի Կիսաբաց լուսամուտներից ներս։ Ու վերադառնալով տաղավար, այդ չարաբաստիկ օրվա եւս մեկ ընտանիքի պատմություն այս պահին մեր եթերում է, ուզում եմ զոհված Մուշեղ Գևորգյանի եղբորը Հակոբ Գևորգյանին տաղավար հրավիրել եւս, դիմավորենք։ Բարի երեկո Հակոբ, հենց դուք էիք անընդհատ այդ տարածքում եւս, բայց ինչ պատահեց այդ օրը, որ ձեր փոխարեն եղբայրը Մուշեղը եղավ այնտեղ։ Դե սեգատուն նոր անասուն դիմորդենք հայրիկս Ռուսաստան էր գնացել։ Որ տոմսի փողը տանք էլի։ Դե որ բաներավ այդպես ինքս ավես կերտամ այսօր ես տեղը դու գնա արի որ անասունը մորտ է։ Բես եկա ես տուն եկա ինքը մնաց։ Ունդեղից ստեգատուն անասունը մորտում ենք։ Մենք դուս մորտեցինք, դեկադրինք արդեն քերտելու մոմենտները քերտում ենք, այդ վաղ ցանգեց էդոն։ Ցանգեց ես գրել հանակերն եմ։ Բայց լալում էր էլի։ Դու լասկանարս մենք ցինք վայ հանակերն եմ բանենը։ Իրոս զանգիսի ինչ եղե դու։ Բա ոչ ատինկա, ոչ մուշոն։ Ինչ եղե բա այդպես չկա։ Լավ, որպես էշտամ։ Պես թողեցինք ամեն ինչ այդպես։ Բանով էլա վազի։ Վազեցի, էլի կիսա ճամպայլի զանգեցի։ Կարող է խապում ես, դո բե չէ, իրոքից պես դեպք եղա, արի վարաս։ Շտե գնացին դեղ հասա, ասանք դեպքի տեղ, էդոն բեռնեց,
չթողավորել նել դեպքի տեղից։ Այդպես հասան հարևաններն էլ արդեն դերից շուխուրն ընկավ։ Հակոբ, դու այդ տարածքում շատ ավելի հաճախ ես եղել, քան եղբայրդ։ Երբևէ տեսել ես այդ ականները, որոնք ռազմավարժություններից հետո եղել են մնացորդները կամ իրականում մի ամբողջ տեսակ զինանոցի, որ չի պայթել։ Նման բաներ խոտի մեջ իրականում տեսել ես։ Չէ, այդպես բաներ չենք տեսել մենք։ Ահա։ Բայց սորմոննենք խոսքի տերիտորիա անվանման մեզ չեն զգուշացրել խոսքի առանց տրակցնելու բաներ կյանի պես բաներ չեն սմեզի չեն զգուշացրել որ կյանի պես բաներ մենք մնում ենք վերջին ժամադել ենք ելել ենք պես բաներ չենք տեսել Այլ այդտեղ արգելափակոցներ պետք է լինեին նշաններ պետք է լինեին վտանգավոր նման որևէ բան չկա ոչ մի բան չի եղել զարգա ընդհանրապես զարգաց չի եղել ոչ մի բան Կարծել են արդյոք նրանք, որ գյուղի ժողովուրդը կարող է ինքը որոշի, թե ուր գնա, ուր չգնա։ Զարմանալի է, թե ինչպես են մտածել, չէ՞ որ գյուղի երեխաները ավելի ազատ են, սար ու ձոր են վազում, նրանք սովոր են ազատ կյանքի, բոլորդ էլ իմ հետ կհամաձայնվեք, ինչ է, երեխաները երկրորդ սորտի մարդիկ են։ Նրանք կարող են ամեն տեղ վազել, եթե չի կարելի մտնել, պետք է արգելափակոցներ լինի, նշաններ լինի, գրվի վտանգավոր է։ Ամեն մի բակ մտնելու համար, եթե կենտրոնում է, մի հատ շլագբաում են դնում, չեն թողնում, այս մեր բակն է, այս մեր տունն է, այս մեր ծառն է։ Իսկ այնտեղ, որտեղ իրական վտանգ կա, չեն պահպանել երեխաների կյանքը։ Որքան ժամանակ է, որ այդ հրաձգարանը տանկային գործել է այդտեղ։ Շատ երկար ժամանակ։ Միշտ եղել է ռուսական զորքերին։ Միշտ։ Բայց գյուղացիները հանգիստ մուտք ու ելք են ունեցել։ Հա, միշտ էլ մուտքը ելքը կա։ Դուք ասում եք, որ ինչ որ մեկը պարզապես զինավարժությունների օրերը արգելում էր։ Զինվորներին կանգնեցնում են ճանապարհներին կանացնում, ասում որ դեստրել բայել է։ Չի թույլատրվում մնել այդ տարածքը։ Բնակելի տարածքից որքան հեռավորության վրա է գտնվում հենց այդ հատվածը։ Շատ մոտ է։ Շատ մոտ է։ 4-500 մետր հեռավորության վրա։ Եվ եթե այնտեղ զինավարժություններ լինում, ձեր տան մոտ, ասենք, այդ կրակոցից ապակի է, բանը ջարդվել է, հա։ Շատ է։ Շատ է։ Փաստորեն կապած են։ Ապակի էլա կոտրվել, Գիտեք ինչ, շայլանկեր կոտրվել։ Իսկ դուք բարձրացրել եք երբևէ այդ հարցը։ Դե իրանք ասում են մենք տերիտորիան առել ենք։ Կրակոցների օրերին դու որ հարցնում ես սովորաբար ամբողջ երկայնքով զինվորներ են կանգնում, որպեսզի արգելեն մուտքը ցանկացած ոչ զինվորական մարդու եւ ընդհանրապես մեկը կարող է, չգիտեմ, նույն հովիվ կամ եւ այլն գա արգելում են, որպեսզի հանգարց զոհեր չլինեն, դժբախտ պատահարներ չլինեն, բայց եթե իրենք կրակել են, դա տանկի արկա եղել, ես ուզում եմ հասկանամ, նռնակա եղել, թե ինչ ական է եղել, ճշտված ինչ է եղել դա։ Փաստը մնում է փաստ, որ դա տանկային հրաձգարան է։ Այսինքն ինչը լինի, պիտի Ինչը լինի կրակել են տեսել են որ չի պայթում։ Հա, եթե կրակել են տեսել են որ չի պայթում։ Այ դա ամենատարօրինակն է։ Նույն հաջողությամբ կարող են իրենց զինվորներից ուղղակի գնալ այնտեղ շրջելու տարածքով։ Ու միամիտ պայթեր այդ արկա ականա ինչա չգիտեմ հիմա արդեն։ Եթե տեսել են, ինչ որ մեկը ուզում եմ իմանամ պատասխանատվության ենթարկվել, հա, որ այդտեղ կա չպայթած Դեռ ոչ մեկն է պատասխանատվության չեն ընտրվել։ Ու կարևոր չի, երեխա չափահաս մարդ չի, այնտեղ նշան լիներ, չլիներ, չի կարելի մտնել, կարելի է մտնել։ Երեխան ինչ ալյումին է հավաքում, ուղղակի իրան հետաքրքիր է դա ընդհանրապես կարևոր չի։ Փաստը այն է, որ այնտեղ եղել է չպայթած վտանգավոր մի իր, որը երեխան գնացել է կպել ու դա պայթել է։ Ինչի է դա այդտեղ եղել։ Ինչ որ մեկը պատասխան տալիս այդ հարցին։ Ձեզ որպես պատկան մարմինները ինչ են ասել։ Դե իրանք եկան սկզբից գործը արդեն սկսեցին գործ կազմել, հարցաքննություններ մի քանի անգամ, հետո եղավ որ անցավ մի 4-5 ամիս, 4-5 ամսից հետո եկավ պատասխանը, որ առաջի գործը փակում ենք, չենք գտել տվյալ անձնավորությանը։ Հիմա միջև առեսօր մենք սպասում ենք երկրորդ գործն են բացել, նորից մեզ քննել են ու սպասում ենք թե տեսնենք այս անգամ ինչ պետք է լինի։ Հակոբ ձեզ նույն պատասխանն են տվել։ Ձեր ընտանիքը եւս մեծ ընտանիք է բազմանդամ։ Մուշեղը որ երեխան է եղել։ 5-րդը։ Քանի քույր եղբայր ունեք։ 3 քույր, 3 աղբեր։ Ես գիտեմ, որ դեպքից հետո խիստ ծրվել է ձեր հայրիկի առողջական վիճակը, ինչի պատճառով էլ այսօր թե հայրիկը եւ թե մայրիկը այստեղ չեն, որովհետեւ հայրիկի առողջականը վատ վիճակում է, մայրիկը խնամում է։ Ինչն է խնդիրը հայրիկի առողջության։
Էսին տամոքսն է, դեմը դազմոնկն է էսին։ Շատ ավելի դաժան վիճակում է եղել ձեր պապիկի ինքնազգացողությունը, Այո։ ով ցավին չի դիմացել եւ 1 տարի Դե ինքը ցավ ուներ էլի, ցավ ուներ, այդպես աղբոր սրտես եղավ, вообще ինքը չդիմացավ էլի։ Դե վերջնի կերեզմներն էր, ժգունը ուշ կուկաշտուն, առավոտանքեր տար երկունը կուկաշ։ Այսինքն դեպքից հետո ամբողջ օրը անցկացնում է Թորնիկի շիրիմի մոտ։ Տարին չլրասա մահացավ։ Տիկին Վարդիթեր, դուք էլ հաճախ պապիկին տեսել եք գերեզմանոցում։ Այո։ Գերեզմաններն էլ մեզ մոտիկ էր, օր ա եղել, որ ես անգամ 2 անգամ եմ գնացել ու չեմ ասենք մտածել, թե ես առավոտ գնացել եմ, հիմա էլ ինչի համար եմ գնալ նորից։ Շատ ա եղել, որ ասենք ինձ Մուշեղի պապիկն ասել է դու մի արի, ես ձեր բոլորի տեղը գալիս եմ։ Բայց ես նորից շարունակել եմ գնալը։ Ու միջև հենց այս րոպեից սկսած ես միշտ իրա կողքն եմ։ Ձեր մահացած եղբայրը հենց պապիկի անունն էր ժառանգել։ Մուշեղ պապի անունը։ Տիկին Վարդիթեր, դուք այդ ժամանակ սպասում էիք կրկին երեխայի։ Այո։ Արթուրից հետո ծնվեց Աննան։ Դուք կարծում էիք, որ ցավը մի քիչ պիտի մեղմանա գոնե Աննայի լույս աշխարհ գալով։ Եղավ այդպես։ Չէ, չի ասի։ Ճիշտ է, շատ նման է իր եղբորը։ Ուղղակի ասենք ես նմանեցնելով իրան։ Ես խնդրում եմ ընդունեք մեր ցավակցությունները, խոսքերը ավելորդ են այստեղ, ոչ մի խոսք ձեր ցավը չի սփոփի, կատարվել է մեծ ողբերգություն, բայց ես զարմանում եմ, այդ տարածքը ճիշտ է ասում տիկին Զինան, պետք է արգելվեր ինչ-որ մի կերպ, ռուսները ինձ հետաքրքիր է, իրենց տեղայնքում, իրենց հողի վրա նման անտարբերություն հանցավոր կցուցաբերեին բնակչության նկատմամբ, չէ որ տեղի է ունեցել այն ինչ որ հիմա էլ կարծում եմ չի փակվել չէ այդտեղ ոչինչ հիմա էլ էլի մուտք կա հիմա էլ երեխաներ կվազվզեն եւ նույնը կկրկնվի սա անհնարին բան է թող հետևեն այո ականը եթե կա պետք է պայթյուն տեղի ունենար ուսումնավարժության ժամանակ եթե պայթյունը հաշվել են չի տեղի ունեցել ուրեմն նա ինչ որ միտեղ թաքնված է այդ վտանգը մահացու Եվ այս հանցավոր շարանը կշարունակվի, եթե մենք այսօր մեր խոսքը չհասցնենք պատկան մարմիններին։ Ես կարծում եմ եւ դուք, եւ մենք, եւ նախարարությունը մեր պետք է դիմի։ Այս հարցը այսպես չի կարելի թողնել։ Սա ուղղակի հանցագործություն է տեղի ունեցել։ 2013 թվականի ապրիլի 7-ին է դեպքը տեղի ունեցել, հիշեցնում եմ։ Անցել է մոտավորապես 2 տարի, հա, մի քանի ամիս է մնացել, մինչև մենք բոլոր ենք։ Տեղաշարժը 0։ Այսինքն երջանիկ պատահականություն է, որ ձեր դեպքերից հետո եւս ինչ որ մի դեպք շարանը չի շարունակվում, բայց վստահություն չկա, որ այսպես կվերջանա։ Գիտեք ինչ, ողբալ դուք ամբողջ կյանքում այդ կորուստը կունենաք։ Երբեք ցավը չի մեղմանա։ Դա սուտ է, որ ասում են ժամանակը մեղմացնում է։ Եթե կուզեք նույնիսկ ավելի է խորացնում, բայց որպեսզի այնտեղ չկրկնվի գոնե դրա համար, եկեք համատեղ ուժերով դիմենք եւ պահանջենք, որ իրենք պատասխանը տան։ Այստեղ ոչ այդքան ֆինանսային կոմպենսացիայի մասին է, որ դա էլ քիչ կարևոր չէ, այլ բարոյական կողմն է հարցի։ Այո, համամիտ եմ ձեր հետ։ Տանկերի դեմ, եթե զորավարժություն ա եղել եւ ինչ որ բան պայթել ա, ձեզ ասեմ, դա հասարակ RGD-5 Փառք Աստծո, ես անցել եմ բանակ ենել սովետական դեսանտային զորամասերում, այդ RGD-5-ը, որ ասում են երեխեն փորփրել ա, մի հատ գրանատա գտե, ինչ որ բան արե, էդի ռուսերեն լեզվով ասած իրանք ատմասկային ելնում, որպեսզի դեպքը այդտեղ կամ եղել ա հակատանկային, եթե տանկի դեմ կռվել են, հակատանկային մեծ Գրանատ, որ իրանք շատ մեծ են, համարյա մի կիլո քաշ ունի, կամ եղել է հակատանկային ական խոտի մեջ թաղված, որ տանկերը իրանց զորավարժությունները անելուց, այդ մեկը չեն օգտագործել եւ տենց թաղած թողել են։ Կամ էլ հենց տանկի ակն է եղել։ Դե պատկերացնում եք 4-500 մետր մի օր այդ
տանկի մեխանիկը դա է, որ թարս կրակի մի հատ։ Ահա։ Ինչ կկատարվի, տները 500 մետրի վրա են։ Պայթյունի վայրից, որտեղ որ պետք է այդ ականը պայթի։ Պայթյունի վայրից ամենակիչը 3-ից 5 կիլոմետր պետք է հեռու լինեն տները։ Եվ բացի այդ ամեն այդ զորավարժությունների ժամանակ կան դիտորդներ, որոնք նայում են հաշվում են, կրակոցի դեպքում ասում են կա պայթյուն կամ չկա պայթյուն։ Տանկը կրակեց, նայում են, ասում են կա պայթյուն կամ չկա պայթյուն։ Եթե չկա պայթյուն, զորավարժությունների վերջում անպայման գնում են տեխնիկները տարածքով շրջում են, հավաքում են չպայթած արկերը, տանում են ինչ որտեղ պայթացնում են։ Այսինքն, եթե դիտորդներ եղել են ու տեսել են, որ չկա պայթյուն, եթե դա կրակոցի հետևանք, կամ չգիտեմ նռնական հետում, էլի նայում են, նռնակը նետեց, կա պայթյուն, թե չկա պայթյուն, չկա պայթյուն, այնտեղ կա չտրակած նռնակ, այսինքն այդ դիտորդները պետք է նայեն, ինչ թվում է, այդտեղ շատ պրիմիտիվ է, այդ օրը պետք է նայեն, հա, ինչ զորավարություն է եղել, այդ զորավարության ժամանակ այդ օրը, ինչ դիտորդներ են եղել, նայել են արդյոք պայթում է, թե չէ, եթե տեսել են, որ չի պայթում, ինչի չեն հավաքել, այսինքն ես չեմ կարծում, որ ստեղ ինչ-որ բարդ բան կար մեղավորներին գտնելու պրոցես կա շատ բարդ, որ չեն կարում ճշտեն, ով է պատասխանատու դրա համար եւ այլն եւ այլն։ Ու միջև այսօր որ չեն վերացնում չցանկանալ կամ չկարողանալ դրանք տարբեր երևույթ։ Այո, ինձ թվում է չցանկանալ։ Գոնե ցանկապատեն հիմա, գոնե ցանկապատեն մի հատ էլ Այսինքն տեսեք ինչ մեծ շարք է գալիս սխալների, տների հեռավորությունից սկսած, մինչև չպայթած իրենց արկերը ու ականները հավաքելուց վերջացրած։ Ամեն ինչ սխալ է։ Մենակ չցանկապատեն, գոնե մի հատ պահակակետ էլ դնեն, որ կենթանի մարդ լինի այնտեղ նստած։ Երեխա է, կարող է ցանկապատել։ Տեսեք, եթե համայնքիչ չի մարդ, հա, այսինքն տեղանքի նույնիսկ անծանոթ, հա, ուղղակի կարող է գալ մտնել, նույնը պատա, հիմա ենթադրում եմ գուցե եւ համայնքի բնակիչները մի քիչ ավելի ուշադրի են, չնայած չգիտես թե երեխաներն էլ պիտի ուշադրի լինեն, չգիտես թե ինչ կարող է ոտքի տակ լինել կամ ինչ կարող է պատահել մի կտոր երկաթ։ Ես դեպք եմ ուզում հիշատակել, գուցե այստեղ ներկաները ինձ հետ չհամաձայնեն, բայց ես այնուամենայնիվ ուզում եմ բարձրաձայնեմ, երբ մեր վարորդը, հայ վարորդը ավտոբուսի, եթե հիշում եք, միջև ես վերջերս գնում էր դատավարությունը, այո, եւ այդ օրենք սիրող ռուս ազգը, որը իրավամբ ավելի օրինապաշտ են երևի, քան մենք, հետամուտ եղան միջև վերջ նրան պատժեցին, 6 տարի 9 ամիս, այո, այդքան էլ խոսվեց, այդքան էլ գրվեց, այդքան էլ միջնորդություն եւ այլն, այնուամենայնիվ պատժեցին նրան, այս դեպքում ինչու պատիժ կրողներ չկան։ Տիկին Այդա, չմոռանանք նաև հայտնի խալաթի պատմությունը, հա։ Այո, նսեմացնելու ֆակտորը այդ։ Ինչու չկան պատիժ կրողները։ Եվս մեկ դադար մեր եթերում, որից հետո մենք կվերադառնանք տաղավար։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են, ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։
Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը, մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Իսաբաց լուսամուտներ։ Տասնամյա Արթուրի և 16-ամյա Մուշեղի համար 2013 թվականի ապրիլի 7-ը կլիներ հերթականը ու չէր տարբերվի նախորդներից։ Եթե նրանք չհատեին հրաձգարանի տարածքը, տղայական հետաքրքրասիրությունից դրդված տղաները փորձեցին քչփորել անպիտան զինանոցը, սակայն տեղի ունեցավ անսպասելին։ Ինչ պատահեց տղաներին, որտեղ եւ ով գտավ նրանց, եւ ինչ անդառնալի հետևանքներ ունեցավ այս ամենը նրանց համար, կիմանաք երկրի թիվ 1 թոք-շոուի տաղավարում։ Մահացու գոտի, կիսաբաց լուսամուտներից ներս։ Մահացու գոտի կիսաբաց լուսամուտներից ներս մենք վերադառնալով տաղավար հիշեցնում ենք ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիքն ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք այս պահին ձեր էկրանի ներքևի հատվածում, կամ եթե ունեք նյութական օգնություն զանգահարեք մեր թեժգից +374 60 50 33 17։ Արթուրը այն երեխան էր, ասում եք, թևու թիկունք էր ձեզ եւ փորձում էր ձեր վաղվա օրը ավելի լուսավոր դարձնել նախ երազանքներով եւ նույն այդ երազանքներն ու նպատակները ճանապարհ գտնելով իրագործման։ Այսօր երեխաներից մի քանիսը ոչ դպրոց են գնում, ոչ մանկապարտեզ։ Դպրոցական են, մեկը մանկապարտեզ։ Քանի որ ունեն հագուստի, սապոգի խնդիր, սնունդի խնդիր, չեմ կարողանում ուղարկել։ Ես էլ դպրոցի տնօրենին տեղյակ եմ պահել, որ չունեն, ասենք ընթացքում, տեսնենք, գումար հայթայթենք, ինչ-որ մի բարեկամից թեկուզ խնդրենք պարտքով, վերցնենք, որ երեխաներին ուղարկենք դպրոց։ Հիմա ինչ էլ որ ունենք, մեզ բոլորը օգնություն ա բերված։ Ունենք շատ պարտքեր ժամանակին, չեմ կարողացել, ասենք, գնամ առնելու, գումար չի եղել, գնաց է պարտքով են վերցրել, ներկապային էլ արդեն պարտքով էլ չեմ ուզում վերցնեմ, որովհետև ի վիճակի չեմ փակելու։ Ինչ էլ որ կարողանում եմ փակել, այդ մի նպաստն է, նպաստով էլ չեմ կարող, էլ արդեն ի վիճակի չեմ։ Հակոբ, ձեր ընտանիքն ինչպես է ապրում։ Դե ես եմ։ Ցավալի դեպք է, իսկապես կիսում ենք, ամենակարևորը, որ կորցրել ենք 2 զինվոր, հա, ապագա։ Սա կարծում եմ ամենամեծ ազդակն է, որպեսզի հասկանանք, որ մեզ համար, կոնկրետ մեր հայրենիքի համար, ամենակարևորը մարդկային ռեսուրսն է եւ նրա կորուստը ամենացավալին է։ Ինչ վերաբերվում է տարածքի հետ կապված հարցերին, կարծում եմ, որ ճիշտ կլինի եւ ավելի լավ կլինի, որպեսզի այդ տարածքը ընդհանրապես փակեն, քան այնքան բաց լինի, որպեսզի ավելի լավ, այսինքն այդ գյուղը ընդհանրապես արոտավեր չունենա, եթե ծախել, քան այդ մարդիկ մտնեն ու նման դեպքերին մենք ականատես լինենք։ Ձեր երեխաների տարիքների հետ կապված ընթացքում ես կիմանամ կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարից եւ անպայման մենք ձեզ կարձագանքենք եւ ձեր ընտանիքին կօգնենք։ Եթե հարկ եղած պետք է ձեզ էլ անպայման մեր օգնությունը կցուցաբերենք մեր ուժերի չափով։ Շնորհակալություն։ Դեպքի վայրում ականը որ պայթել էր, փոս կար, դրանից փոս գոյացել էր։ Սովորաբար կոնաձև, այսպես լայն բերան։ Այո, կար։ Ժողովուրդ ջան, այդ հակատանկային ականա տրակել 100% ես կարող եմ ասել։ Հա, բայց ինչից։ Հասարակ երգետել երբեք մարդը, որ կանգնի չի տրակի։ Ուրեմն ականն էլ դեֆեկտ ա ունեցել, երևի իր վրա պետք է ճնշում լինի։ Չեմ ուզում ինչ-որ տնականա կորուստը ծանր է, չեմ ուզում։ Հասարակ երգեն երեխեքը բզբզացել են, ուրեմն։ Դե մի երեխա է տեսել ա խոտի մեջ ինչ-որ բան։ Հասկանալի է, բնականաբար ես ոչ թե մեղադրում եմ երեխաներին, ուղղակի նաև տարածքի առումով, հա, մեր երկիրը այնքան մեծ չի, որ կարողանանք կիլոմետրերով հեռու այդպիսի, հա, ամեն պոլիգոնը բնական է իդեալական տարբերակ, որ պահպանեն բոլոր անվտանգության կանոնները, բայց եթե իրանք չեն անում, գոնե մենք անենք, լավ։ Խոսքը ամենաշատ մարդկային անտարբերության մասին է,
Որտեւ ինչպիսի աթոռներ մենք ուզում ենք գրավենք, ինչպիսի մեծ պաշտոնների ուզում հասնենք, մենք առաջին հերթին մարդ ենք։ Եվ մեր մարդկային ստատուսը մեզ պետք է հրահրի, որ պահպանենք կողքի մարդուն, երեխային։ Այսօրվա մեր հաղորդումը ցավի եւ անտարբերության մասին է, բայց այդ ցավը ծնվել է անտարբերությունից։ Ուզում եմ այնուամենայնիվ, որ դուք կարողանաք սփոփվեք ձեր բազմանդամ ընտանիքներով։ Եվ հասկանում եմ, որ երկու գերդաստան դժբախտացել է։ Գիտեմ, որ հայ ժողովուրդը անչափ սիրում է երեխաներին եւ մենք բոլորս այնքան ենք մեր երեխաներին սիրում, որ դրանից հետո մեզ թվում է չենք կարողանա քայլել, առաջ գնալ եւ այլն։ Կորուստներ մենք ունենում ենք միշտ, մեր ժողովուրդը պաշտպանված չի։ Բազմաթիվ ավտովթարներ, բազմաթիվ անակնկալ դեպքեր եւ մեր սիրտը էլի մի անգամ տանջվում է, մենք էլի ցավ ենք զգում։ Եկեք այս պահից սկսած եւ պատկան մարմիններին խնդրենք եւ ինքներս մեզ խնդրենք, անտարբերություն չցուցաբերենք, ամեն քայլափոխին լինենք զգոն։ Բոլորս մեր երեխաների հանդեպ եւ ուրիշի երեխաների հանդեպ բոլորովին չեմ ուզում ձեզ մեղադրեմ, գիտեմ ձեր դժվար կյանքը, տեսնում եմ ինչ պարկեշտ ընտանիքների պատկերներով եք նստած եւ հավատում եմ, որ դա այդպես էլ կա, բայց մենք էլ անտարբեր չլինենք, ամեն րոպե հսկենք մեր երեխաներին, որտեւ երեխան այնուամենայնիվ մնում է երեխա, հավատացեք ինձ, եւ դուք դերևս երեխան եք, ես ձեզ չեմ մեղադրում, հարգելի մայրիկ, տեսնում եմ, թե դուք ինչպիսի կին եք, ես գիտեմ ինչա գյուղը, ես հասկանում եմ երեխայի հոգեբանությունը, բայց բոլորս պետք է զգոն լինենք, բոլորս պետք է պաշտպանենք շրջապատի մարդկանց, ինքներս մեզ, մեր երեխաներին, մեր ընտանիքներին։ Սփոփվեք նրանով, որ երեխաները լավն են եղել, որ հիշատակներ են թողել եւ ունեն քույրիկ եղբայրներ։ Նրա մասին պատմեք որպես ընտանիքի անդամ, ինքներդ նրան հիշեք ողջ։ Բոլորս դատապարտված ենք հավատալու, որ հոգիները չեն մեռնում։ Ցավը երբեք չի կորում, այն գուցե ժամանակի ընթացքում պարզապես բթանում է։ Ես համոզված եմ, որ նույնը կլինի։ Ամեն դեպքում ձեր սրտում Արթուրը, ձեր ընտանիքում իհարկե ուշեղը կշարունակեն ապրել, բայց միևնույն ժամանակ մինչև չտրվի վերջնական պատասխան, ինչու դրա կողքին կշարունակի ավելի ուժգին անարդարացիության զգացողությունը ապրել կորուստի հետ միասին։ Ես հուսով եմ, որ ձեզ վերջապես պատասխան կտան, գոնե իմանաք ինչի համար եւ ինչի պատճառով։ Եվ հույս ունեմ նաև, որ պատկան մարմինները գոնե միջադեպից հետո 2 տարի անց կմտածեն այն հանգամանքի մասին, որ տարածքը պիտի ցանկապատվի, նշաններ դրվեն համապատասխան։ Էլ չենք խոսում այն մասին, որ տարօրինակորեն տարածքը գտնվում է բնակելի տարածքին շատ ավելի մոտ, քան կարելի եւ թույլատրելի է։ Առողջություն եմ ձեր ընտանիքներին ցանկանում եւ որպեսզի Արթուրի երազանքը ձեր ընտանիքում ուշեղինը կատարվի։ Դուք ունեք դեռ երեխաներ, որոնց, ինչպես ասում է ժողովուրդը, նպատակի է պետք հասցնել։ Այսօր այսքանը, հարգելի հեռուստադիտող, մենք սպասում ենք նաև ձեր արձագանքին եւ իհարկե ցանկություններին։ 060 50 33 17 սա ուղիղ կապի հեռախոսահամարն է։ Կարող եք օգտագործել այն։ Ցտեսություն։